Ողջույն, անցնում ենք 21-րդ դասին, H 42 և 43։ Այսօրվա մեր դասը նախորդ դասից տարբերվում է նրանով, որ մենք պետք է կրկնենք ուղղակի մեր անցած ինտերվալները։ Անցնում ենք ուրիշ փոքրիկ մի ստեղծագործություն, Rockets հրթիռների մասին է և այնուհետ Sea Divers, դա արդեն ծովային սուզորդների մասին է։ Ուրեմն այստեղ անցնենք, արդեն տեսնենք ինչ է ասում, օրինակ ասում է in Rockets harmonic interval second inserts are played by the left hand in the last two bars of each line. Հիմա այստեղ ասում է, որ պետք է այս Rockets, հայ, այս հրթիռների մասին է, այս փոքրիկ երգը, ինքը ասում է հարմոնիկ ինտերվալները, տեսնում ենք այստեղ վերջին երկու տակտում, հա, ասում է in the last two bars of each line, այսինքն ամեն տողի այստեղ, ուրեմն վերևի տողը և ներքևի տողում, տեսնում ենք, վերջի երկու տակտերում հարմոնիկ մեր անցած այս ինտերվալներն են, սեկունդա և տերցիա, այսինքն այդ տարածությունը նոտաների միջև գտնվող, տեսնում ենք այստեղ 2 և 3, վերևի ձայնը 1 մնում է այստեղ վերևում, իսկ ներքևի ձայնը, տեսնում ենք, իջնում է սոլ, ֆա, սոլ, մի, հետո կցույց տամ արդեն ստեղների վրա, այստեղ արդեն տեսնում ենք, որ ինչ է ասում, play the harmonic intervals softer than the melody must always be clearly heard, ասում է, դե պարզ է արդեն, որ մենք հարմոնիկ ինտերվալները ավելի մեղմ պետք է հնչեցնենք, քանի որ նրանք երկու ձայնով են հնչելու, ավելի բարձր է, դրա համար պետք է տեղ տանք թեմային, հա, թեման արդեն վերևի ձայնում գնում է, պետք է դրա համար այն ավելի փոքր ինչ պարզ հնչեցնենք և ասում է ամենտեղ թեման պետք է լինի մելոդիկը, մելոդիան, այդ մեղեդին պետք է հնչի ավելի պարզ, սա մասին է, իսկ ես ասում եմ moderately fast, այսինքն պետք է չափավոր մենք արագ նվագենք, ու այստեղ հրթիռի մասին է, տեսեք, հրթիռ այսինքն բարձրանում է վեր, ինչ է սա խորհրդանշում, որ սա վերելք է նշանակում, հիմա տեսնում ենք մեր հնչյունները այստեղ վերև են գնում, հա, վերև, դեպի վեր, դա է, իսկ այստեղ ասում է հետո 3 ուրեմն քառորդի մեջ ենք, տեսնում ենք դադար վերևի մեր ուրեմն այս տողի վրա, իսկ այստեղ սկսելու ենք ձախ ձեռքով, լինելու է say պոզիցիան, այսինքն C position, դո դիրքում ենք գտնվելու, տեսնում ենք այստեղ, արդեն հետո հաշվելու ենք 1, 2, 3, ֆորտեով սկսելու ենք, սկզբից սկսում ենք ուրեմն այս կոտրված ակորդով, դո մաժոր ակորդն է, դո մի սոլ, այսինքն դա գտնվում է այստեղ, դո մի սոլ, պետք է նվագենք իրար հետևից, հետո այնուհետև աջ ձեռքը, դո մի սոլ, այստեղ ենք նվագելու, իրար հետևից գնում է 1, 2, 3, 1, 2, 3, անպայման հաշվում ենք, սկզբից երբ որ նվագում ենք, անպայման պետք է հաշվենք, հաշիվը ճշտենք, հետո նոր արդեն սկսենք նվագել, այստեղ արդեն տեսնում ենք, որ միաձայն պետք է հնչի, ինչ ենք տեսնում, կես նոտան կետով արդեն անցել ենք, որ սա 3 վայրկյան տևողություն է, 1, 2, 3, այսինքն ձախ ձեռքը պահելու ենք, այս սոլ ֆան պահելու ենք այստեղ, և հետո արդեն աջ ձեռքը շարունակելու ենք, ֆա, մի, ռե, ֆա, մի, ռե, իջնելու ենք հերթով մինչև դո, կենտրոնական դո, և ձախ ձեռքը իհարկե լինելու է սոլ, մի, հետո իջնում ենք արդեն սոլ մի, այստեղ 2 քառորդ, 2 վայրկյան տևողությամբ պահելու ենք, այնուհետ պաուզա, պաուզան արդեն նախորդ դասում մենք սովորեցինք, թե ինչպես է այն գծվում, հա, զիգզագապես իջնում է, սա 1 քառորդին 1 վայրկյան տևողության պաուզան է նշանակում, և այնուհետև նաև արդեն երկրորդ տողում պիանոյով ենք սկսելու, ավելի մեղմ ենք նվագելու, նորից սկսելու ենք ձախ ձեռքով, հետո աջ ձեռքը, հետո նորից արդեն միասին 3 ուրեմն տեսնում ենք այստեղ տևողությունը վայրկյան, հետո այնուհետև այստեղ պաուզա չկա, արդեն պետք է պահենք 3 քառորդ տևողությամբ, դոյով վերջացնում ենք, սա մեր ակորդն է, շրջված ակորդն է, մի, սոլ, դո, հա, այսպես այստեղից սկսում է, մի, սոլ, ձախ ձեռքում, հետո դոն աջ ձեռքում, այսպես, այստեղ արդեն տրված է, մենք անցել ենք արդեն սա, տեղյակ ենք, երևի իմ շորթերի մեջ կա արդեն, those rockets go up and they
land on the moon, այսինքն հրթիռները նրանք ասում են գնում են դեպի լուսին, հա, այդտեղ բարձրանում են, հա, հետո ժամանում են այդտեղ, հետո ասում են rockets will ուրեմն travel to other worlds. Այսինքն հրթիռները նրանք գնալու են ավելի ուրիշ աշխարհներ, հա, այսպես պետք է այնտեղ բացահայտեն, այսպես ասած։ Այստեղ արդեն տալիս է, շատ կարևոր է, այստեղ ասում է important, ուրեմն play rockets again playing the second line 1 octave 8 notes higher։ Պետք է այս նույնը որ նվագենք, արդեն երկրորդ լայնը, այսինքն այս երկրորդ տողը ասում է, տեսեք այս պաուզաները դա է, օրինակ ասում է the rest at the end of the first line give you time to move your hands to the new position. Այսինքն սա ձեզ ժամանակ է տալու 1 վայրկյան ընթացքում դուք պետք է արագությամբ ձեռքը 1 դիրք, այսինքն 8 հնչյուն վերև տեղափոխեք։ Այսինքն եթե հիմա մենք այստեղ օրինակ նվագում ենք դոից սկսում ենք, հա, այստեղից այդ 1 վայրկյան ընթացքում պետք է արդեն ձեռքը տեղափոխենք ձախ ձեռքը այստեղ, իսկ աջ ձեռքը նորից 8 հնչյուն վերև տեղափոխում ենք դեպի ավելի բարձր հնչողություն։ Այդպես պետք է նվագենք։ Հիմա կնվագեմ, արդեն կտեսնեք, պարզ կլինի, թե ինչ է այն ասում։ Այսինքն պետք է մենք այստեղ, քանի որ վերելք է գնում, այստեղ դրա համար ասում է պետք է մենք այդ թռիչքը կատարենք, ուրեմն այստեղից, որ երկրորդ անգամ նվագելու ենք, պաուզայից արդեն չենք մնում նույն դիրքով, պետք է 1 դիրք վերև սկսենք արդեն նվագելու, մեր ձեռքը ուրեմն վարժեցնենք, ինչպես ենք այդ թռիչքը կատարելու։ Իհարկե պետք է դանդաղ վերցնել սկզբնական, օրինակ սկսնակների համար ավելի լավ որ շատ դանդաղ, 1 վայրկյան չի նշանակում հենց ժամացույցի սլաքի արագությամբ, այլ պետք է դուք ինքներդ որոշեք այդ արագությունը, նա կարող եք 1 վայրկյանը լինի այսպես 1, 2, 3, հա, կարող եք ավելի հետո արագացնել 1, 2, 3, հա, այսպես հիմա ես կդիրքավորեմ իմ ձեռքը, որպեսզի ձախը, հետո աչը, որտեղ սկսում ենք, այստեղ դո, մի, սոլ, հետո գնում է, հիմա կսկսենք արդեն նվագել, ուրեմն 1, 2, 3, եկեք քանի որ չկա լեգատոյի այդ կամարաձև, հա, գիծը, այսինքն պետք է վերցնենք կտրտված, հա, ինքը պետք է ձեռքը հանելով։ Այստեղ տեսնում ենք մատները, նաև 5, 3, 1, քանի որ տեսնում ենք տարածությունը տերցիա է, իրար հետևից չի գնում դո, ռե, մի, այլ գնում է դո, մի, սոլ, նոտաներ են բաց թողնված, տեսնում ենք, հա, դրա համար 5, 3, 1, այստեղ 1, 3, 5, հա, հետո 4, 3, 2, 1, այսպես, հիմա 1, 2, 3, 1, 2, 3, 2, պաուզա, երրորդը պաուզա, հետո արդեն մեղմ ենք վերցնում, 1, 2, 3, 1, 2, 3, Հիմա արդեն երկրորդ անգամ ասում է, որ պետք է թռիչք կատարվի, հա, այդ 1 վայրկյանի ընթացքում պետք է թռիչք կատարվի դեպի աջ, ավելի բարձր հնչողություն, հիմա փորձեմ այն նվագել, ուրեմն Սա էր այս էջի վրա, անպայման ցույց կտամ փեստերների վրա ինչպես է այն նվագվում, որ ձեզ էլ բարձր լինի, թե ինչպես է այդ թռիչքը կատարվում։ Հիմա արդեն անցնենք հաջորդ էջին։ Անցանք արդեն 43-րդ էջ, այստեղ արդեն sea divers, սրանք արդեն այդ ծովային սուզորդների մասին է, divers տեսնում եք, որ խորազդում են, սա արդեն գնում է դեպի վար, վայրեջք է կատարում, դա է ուզում ասել, վերելք և վայրեջք, տեսեք երաժշտության մեջ էլ, նույն ձևի այս վերելքն ու վայրեջքը անպայման տեղի են ունում, որպեսզի այն հաղթահարության, այսպես ասած, սիմվոլ է նշանակում, հա, ամեն տեղ դա կա։ Ուրեմն, այստեղ ասում է in this piece harmonic intervals are playing by the right hand in
in the last two bars of each line. Տեսեք, այստեղ արդեն հակառակն է տևում, տեսնում ենք արդեն ուրեմն աջ ձեռքում է գտնվում, երկու ասում է տողերում, օրինակ նախավերջին եւ վերջինը, հա, երկու տողերի օրինակ տակտերում տեսնում ենք Aç ձեռքում է արդեն գնում հարմոնիան եւ այստեղ էլ ասում են նույն ձևի ասում է play the harmonic intervals softer than the melody so the melody can always be clearly heard այսինքն որ այս մելոդիան ինքը ավելի հնչյուն, հա, ինքը ավելի պարզ պետք է հնչի, եսա մի փոքր ինչ մեղմ պետք է նվագենք։ Էլի գնում է, տեսեք, այստեղ տարածությունը սեկունդա է, տերցիա է, 2-3։ Այստեղ արդեն դոն մնում է նույնը, այստեղ դո ռե, դո մի։ Սա է բարձրանում սեկունդան եւ տերցիա պետք է նվագենք ընդամենը։ Տեսնում ենք արդեն այստեղ սկսելու ենք աջ ձեռքով, իջնում է, վայրեջք է կատարում, այստեղ հետո ձախն է։ Հետո միասին աջը պահվում է, տեսնում ենք 3 վայրկյան պահվում է, ձախը արդեն իջնում է։ Հետո միասին էլի ունենք ինչ, պաուզա։ Նույնը այստեղ է կատարվել թռիչքը։ Թռիչքը այսինքն գնում է դեպի ներքև։ Օկտավ 8 հնչյուն պետք է իջնենք ներքև։ Ներքև պետք է նվագենք։ Երկրորդ անգամ նվագելուց իհարկե, որտեղ այստեղ արդեն նշում է, որ play C divers again playing the second line 1 octave lower։ Այսինքն ուզում եմ ասել, որ երկրորդ տողը եւ եթե երկրորդ անգամ նվագում ենք, պետք է այն թռիչք կատարվի 1 օկտավ ներքև նվագենք։ Կնվագենք, կտեսնենք։ Այստեղ էլի մեծո ֆորտեով է սկսվում, չափավոր, ոչ շատ բարձր, հետո պիանո է, երկրորդ անգամ երկրորդ տողում այսպես է։ 3 քառորդի մեջ ենք։ Նորից գտնվում, ինչ ասում է down in the ocean the sea divers go ու հետո ասում է maybe they'll find many treasures below հա below էլի Ուրեմն ասում է որ այդ ծովային ջրասուզողները գնում են օվկիանոս, հա, գուցե նրանք շատ գանձեր կգտնեն ներքևում։ Սրա մասին է խոսքը։ Ուրեմն այստեղ էլ արդեն չեմ ուզում շատ դասը երկացնեմ, ընդամենը տեսնում ենք, որ արդեն տերց իջնում է այստեղ, ինքը էլի ակորդ է, սոլ մի դո, սոլ մի դո, հետո արդեն սոլ ֆա մի, այստեղ արդեն սեկունդաներ է իջնում, հետո սեկունդաներ վիշտում է, իսկ այստեղ արդեն տեսնում ենք սեկունդա, տերց, այսպես, արդեն մատները տրված է 5, 3, 1, եթե օրինակ տերցիաներով է իջնում, հա, օրինակ նոտաներ է բաց թողնված, իսկ այստեղ իհարկե պետք է գնա աստիճանաբար 1, 2, 3, հետո բարձանում է մի հատ, 2, 3, 4, 5, 5-ով ավարտում ենք ու պաուզան չենք մոռանում։ Հիմա արդեն ձեռքը դիրքավորեմ նորից, աչով ենք սկսելու, օրինակ 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, պաուզա։ Հիմա նվագում ենք ավելի մեղ։ 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3։ Այստեղ արդեն 1, 2, 3 պահեց, որտեղ տեսնում ենք կետերը, այսինքն 3 քառորդ տևողությամբ այս ինտերվալն է։ Հիմա արդեն երկրորդ անգամ նվագելուց պետք է այն իջնենք։ Իջնելու ենք ներքև այդ 1 վայրկյանի ընթացքում, օրինակ 1, 2, 3 1, 2, 3 Այսպես է հնչում։ Կարող եք մի քանի անգամ կրկնել, մինչև ձեր ձեռքերը վարժվի այդ թռիչքը, որ կարողանաք հաղթահարել։ Սրանումն է, որ ասենք կյանքում էլ այդպես է, որ վերելք, հա, հետո վայրեջք, վերելք, մինչև այն հաղթահարում ես ու արդեն հեշտ ապրում ես կյանքը։ Սա էլ այս երաժշտության մեջ էլ է նույնը, ամեն մի ստեղծագործության մեջ, ամեն մի մասնագիտության մեջ է նույնն է։ Սա էր այսօրվա մեր դասը փոքրերի համար, արդեն հաջորդ դասը կանցնենք 44-րդ էջից։ Շնորհակալություն, որ դիտում եք, մինչ նոր հանդիպում։
Ողջույն, այսօր մեր 21-րդ դասն է, անցնում ենք 40 և 41-րդ էջերին։ Տեսեք, մեր նախորդ դասում մենք անցել ենք այս նույն ակորդները ձախ ձեռքում, այսինքն գտնելու ենք ի նոտան, այսինքն մի նոտան գտնելու ենք ձախ ձեռքում, այստեղ անցում ենք կատարելու մեր առաջին մատով, իսկ այստեղ արդեն մեր 5-րդ մատով սոլ դիրքում ենք իհարկե գտնվում, պետք է այստեղ մի նոտան անցումը կատարվի։ Հիմա տեսեք, ասում է interesting E for right hand, այսինքն մեր այս ակորդի մեջ արդեն օգտագործելու ենք այս մի նոտան, որը ձգելու ենք ճկույթը դեպի մին։ Այստեղ տեսնում ենք արդեն, որ գտնվում է մեր աջ ձեռքը բանալին, սոլի բանալին և մի նոտան գտնում է 4 և 5-րդ գծերի արանքում, այստեղը աջ ձեռքում, այստեղ օրինակ տրված է, ասում է to find E, place the right hand in G position, իհարկե պետք է մենք ձեռքը աջ ձեռքը դիրքավորենք սոլի դիրքում և ասում է leave finger 1 on G, այսինքն պետք է մենք առաջին մատը, այսինքն բթամատը պետք է տեղադրենք հենց սոլի վրա և ասում է shift all other fingers one white key to the right, այսինքն shift նշանակում է տեղափոխել, այդ անցումը տեղադրել, ուրեմն փոխել բոլոր մեր մատները, մնացած մատները, ուրեմն այս մեկը եթե բաց ենք թողնում, անբաց ենք թողում, արդեն հաջորդաբար ընկնում են մյուսը սպիտակ սեղները, key to the right, այսինքն դեպի աջ, ուրեմն այստեղ սոլը դրվում է և 2, 3, 4, 5-րդ մատերը այստեղ ենք տեղափոխում արդեն, այսինքն անբաց է թողնվում, սա ինչ-որ ակորդի մասին է, հիմա արդեն հեսա կկարդանք, ասում է play slowly say the note names as you play, պետք է դանդաղ նվագենք և այս նոտաների անվանումները բարձր նշենք, այստեղ տված է move, ասենք 3, հետո on 5, հետո to C, to E, հիմա տեսնում ենք, այստեղ ասում է sol, si, re, տեսնում ենք տերցիաներով բարձրանում է, ակորդն է, sol, si, re, դա մեր մաժորային ակորդն է, sol, հիմնական, հետո արդեն sol, do, mi, Sol դոմին արդեն ինքը իր շրջվածքով, այս տեսնում ենք արդեն, մենք ունենք sol si re ակորդը և ունենք արդեն մեր do մաժոր ակորդը, որը որ շրջված է sol do mi-ով, օրինակ sol si re, sol do mi, հիմա տեսնենք, եթե մենք օրինակ նվագում ենք sol si re, իսկ do մաժորը արդեն do mi sol, եթե մենք այն do մաժորը, օրինակ շրջում ենք mi sol do mi, լինում է, որ սա մեր երկրորդ շրջվածքն է լինում, sol do mi, իսկ այս sol do mi ինչ է արված, մոտիկացված է մեր sol մաժորին, դրա համար հնչում է sol si re, sol do mi, sol si re, sol do mi, թե չէ պետք է ասենք օրինակ նվագենք sol si re, հետո այստեղ do mi sol, այսպես պետք է թրիչ կատարենք, իսկ այստեղ մոտիկացված է, ավելի հեշտացված է, հարմարեցված են մեր մատները և հնչյունները, տեսնենք այստեղ, հիմա նվագեմ, օրինակ այստեղ sol si re, sol do mi, sol si re, sol do mi, սա արդեն այս վերևում նշվածներ, հետո արդեն ասում է new C major chord position right hand, հիմա այստեղ արդեն տեսնում ենք մեր այս ուրեմն սխեմայի մեջ տրված է, որ notice that two fingers must move to the right when changing from the G major chord to the C major chord, այսինքն այս նույնն է, ինչ որ անցած դասում անցանք, որ պետք է այն օրինակ սոլը տեղափոխվենք, պետք է սովորենք, որ տեղափոխվենք սոլից դեպի do մաժոր, սրա մասին է, սա էլ նույնն է, ասենք practice changing from the, օրինակ սա արդեն ակորդն է, սպես, սա կտրված ակորդերն էր, իսկ սա արդեն մեր հարմոնիկ, բլոկային ակորդն է, sol si re, sol do mi, սա էր, հետո ասում է one play G's both chord, այսինքն ուզում է ասել, որ սոլը մնում է նույն տեղում, իսկ այստեղ արդեն do mi, բեն ու դեն, b ու d-ին փոխում է c, e, այսինքն c-ին ու re-ն փոխում է do և mi, այստեղ հետո ասում է, այստեղ 4 քառորդի մեջ արդեն սա այս վարժանքն է տալիս նորից, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, 1, 2, 3, 4, չենք մոռանում մատներին ենք ուշադրություն դարձնում, 1, 3, 5, հետո արդեն նորից փոխում ենք մատները դեպի էլի 1, 3, 5, ուղղակի փոխում ենք մեր հնչյունները, do, mi, էլի 1, 3, 5, 1, 3, 5,
էլի փոխում ենք մատները, այդ փոփոխությունը, այդ shift-ը պետք է կատարվի, որ փոխադրում ենք մատները։ Ուրեմն անցնենք արդեն հաջորդ edge։ Հաջորդ edge-ում տեսնում ենք արդեն մեր warm-up using G, D7 ու C4, այսինքն այս 3 մեր հիմնական ակորդները առաջին, 4-րդ, 5-րդ համարվում են ակորդները, որոնք որ հիմա նվագելու ենք որպես հարմոնիկ դիրքով։ Տեսնում ենք արդեն բլոկային ակորդներն են 3 քառորդի մեջ, տեսնում ենք, սա արդեն սիմվոլները սոլն է, D7, հետո էլի սոլ մաժորն է, էլի արդեն գալիս է դո մաժոր, էլի սոլ մաժոր։ Սրանք արդեն մոտիկացված ակորդներ են, շրջվածքներով, օրինակ հիմա կատարեմ այն։ Սա հանեմ։ Սա այդ վարժանքն է։ Հիմա այստեղ արդեն տեղադրում ենք, օրինակ սոլ դիրքում են գտնվում, սոլ si re, հետո գալիս է fa diez, այսինքն F sharp, հա, հետո do re, si d, F sharp, si d։ Սա արդեն մեր D7 ակորդն է։ Պետք է օրինակ D, հա, D, F sharp, հետո գալիս է A, հետո C։ Այսպես է, ինքը շրջվածքն է։ Fa diez, la, do re։ Այսպես է, ինքը լյան, այստեղ արդեն տեսնում ենք, որ հանված է, հա, ոնց որ ինքը գալիս է 5-րդ աշճանը հանվում է։ Ուրեմն այստեղ արդեն նույնիսկ գալիս է sol si re, հիմնական ակորդն է առանց շրջվածքի, հետո գալիս է օրինակ այս դո մաժոր, դո մի սոլ դո մի, այսինքն երկրորդ շրջվածքը սոլ դո մի։ Հետո նույնիսկ վերցնում ենք օրինակ sol si re, սոլ մաժորը։ Տեսանք, հիմա ինչ էր, G, հեսա նվագեմ։ 1, 2, 3, հետո արդեն D7, հետո էլի գալիս է սոլ մաժոր, հետո գալիս է դո մաժոր, հետո սոլ մաժոր։ Այսպես է կատարվում, օրինակ ակորդները պետք է արդեն սովորենք, սկզբից ամրապնդենք մեր մատները, հա, այդ մկանները պետք է այնքան նվագենք, ուշադիր լինենք, որ ունենք Fa diez, F sharp, որը որ մեր բարձրացման նշանն է, Fa-ից գնում ենք կեստում վերև, Sol diez, la diez, հա, այսպես բարձրանում ենք, սա մեր Fa diez-ն է, չմոռանանք, որ Fa diez պետք է նվագենք, հետո այստեղ արդեն ինչ մասն է, alpine melody, հա, alpine այս alpinյան մեղեդին է, սա ինչ որ այդ եվրոպական ալպյան, հա, ավստրիական, այդպես այդ կողմերի, այդ լեռների, հա, հովիվների ոնց որ երաժշտություն է, որ այդ արձագանքային, ինչ որ մեղեդային այդ փայտե հնչողությամբ, այդ փայտից սարքած ինչ որ գործիքով նվագում էին, հա, այդպես։ Ու սա դրան է վերաբերվում, շատ գեղեցիկ հնչողությամբ, ինչ որ դրա համար կոչվում է ալպյան, ուրեմն մեղեդի։ Ինչ է ասում է այստեղ the left hand melody of this piece consists entirely of broken chords։ Հա, ուզում եմ ասել, որ այստեղ հիմա այս ձախ ձեռքը, ասում են դրանք ամբողջովին նույն ոնց որ ակորդներն են, բայց կոտրված։ Հիմա ինչ ասում եմ այստեղ ասում եմ which are the same as the block chords played by the right hand in each measure։ Հիմա իսկ ասում եմ այստեղ հիմա որ նվագում է ունեք աջ ձեռքում, տեսնում ենք, չէ՞, որ նվագվում է, սրանք բլոկային ակորդներն են, բայց այս նույնը այդ ձախ ձեռքում կոտրված։ Օրինակ եթե այստեղ sol si re է, դրված է sol մաժորում, sol si re, իսկ այստեղ ձախ ձեռքում ինքը իջնում է re, ասենք si sol։ Չէ՞, էլի նույն sol si re-ն է, այստեղ re si sol։ Չէ՞ ինքը։ Հետո արդեն նորից այստեղ fa diez do re, fa diez do re, հետո արդեն ինքը այստեղ նույնը re do fa diez, re do fa diez։ Ինքը այսինքն
Այսինքն մեղեդային է։ Սա հարմոնի, սա մեղեդային։ Կոչվում է կոտրված ակորդներ, իսկ այստեղ արդեն բլոկային ակորդներ են կոչվում, մենակ միաժամանակ նվագվող։ Սա է, այստեղ ունենք պաուզա, moderately slow, այսինքն չափավոր դանդաղ է, տեսնում ենք արդեն մեր նշանները վերևում D7, տեսնում ենք ռե, սեպտիմակորդի մասն է խոսքը, պիանոյով սկսում ենք 3/4 է, պաուզան գիտենք արդեն, այդ ձեռքում տեսնում ենք պաուզա, քառորդ, պաուզա, այսինքն վերցնում ենք 1, 2, 3, նորից 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, այսպես հաշվում ենք, սկզբից իհարկե պետք է այն հաշվել, սովորել առանձին ձեռքերով, հետո արդեն ձախ ձեռքն ենք առանձին սովորում, 1, 2, 3, այստեղ տրված է։ Տեսնում ենք լեգոտոյին նշանը, պետք է միացված նվագենք, կապակցված, եւ ասում ենք 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, ու այստեղ պեդալ ունենք, տեսնում ենք պեդալը մինչև այստեղ պահվում է, հետո այստեղ արդեն էլի լեգատո ունենք, նորից պեդալ, ուշադրություն ենք դարձնում լեգատոյին եւ պեդալին, էլի նույնիսկ նոր պաուզաներ, այս պաուզաները արդեն գիտենք, սովորել ենք լեգատո, իսկ այստեղ վերջում ասում է, որ այս նույնը play both hands octave higher the second time, այսինքն երկրորդ անգամ պետք է մենք արդեն օկտավ վերև, մենք դիրք վերև պետք է նվագենք, այս նույն ստեղծագործությունը սրա մասին է խոսքը, հիմա արդեն ես ձեռքս պատրաստ եմ, որպեսզի այն նվագեմ, ուրեմն այստեղ, ուրեմն 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3, 1, 2, 3 Արդեն նույնը արդեն կարող եք նվագել 1 օկտավ վերև, օրինակ։ Այստեղ արդեն վերջում ունեինք մեր պահվող նոտան, որ երկրորդը պահվում է, չի նվագում, տեսնում ենք, որ նույն գծի վրա է գտնվում, նույն նոտան է, ու պեդալով, այսպես չմոռանանք, որ սա այս վերջի նոտան չի նվագում, ուղղակի պահվում է 6/4, 1, 2, 3, 4, 5, 6 այստեղ, սա արդեն նորից կտեղադրեմ կլսեք, որ ինչպես է հնչում այն, ինչպես է նվագվում, չգիտեմ, շորտերի մեջ կդնեմ, թե չէ, կմտածեմ, ուրեմն սա արդեն ալպյան մելոդիի մասին էր, որ ինքը ավելի շատ պետք չի արագ նվագել, բայց չափավոր, այսպես։ Սա էր մեր այսօրվա դասը, որ անցանք տարբեր ակորդներ, ակորդները շատ կարևոր են, որ անընդհատ պետք է նվագակցեն, ավելի լավ է, որ արդեն անգիր սովորենք ու ձեռքերը վարժեցնենք։ Շնորհակալություն, որ դիտում եք, կանցնենք արդեն հաջորդ դասը, որ էջն ենք անցնում 42-ից։ Հաջողություն, միշտ նոր